աջակցություն հայտնում եք Սամվել Այո, Կարապետյանին։ իհարկե, դրա համար էլ հավաքվել ենք այստեղ։ Ինչ է ակնկալիքով, ինչ սպասումներ ունեք։ Ակնկալում ենք հաղթանակով դուրս գանք ստեղից։ Նմանապես նույնն է իհարկե, ինչ ենք վայ եկել ստեղ։ Մենք ուժեղ Հայաստան ենք Սամվել Կարապետյանի հետ միասին, որ փոխենք ամեն ինչ էլի, այս վարչապետի օրոք ամեն ինչը շատ վատ է։ Բոլորն էլ գիտեն, որ Նիկոլին թողնենք, Սամվել Կարապետյանը հաղթանակ։ Աստված մեզ հետ։ Շատ լավ հույս է, շատ ուժեղ Հայաստան, նորմալ երկիր։ Ուժեղ բանակ, ուժեղ տնտեսություն, ամեն ինչ շատ լավ կլինի իր հետ։ Եվ երկարաժամկետ խաղաղություն սիրելիս ամենակարևորը։ Սամվել Կարապետյանին ազատություն լինի, որ ինքը կարողանա ամեն ինչը հաղթահարի։ Պարոն Փաշինյանը մեր երկիրը տարավ կործանման, հանձնեց մեր Արցախը, մեր 5000 երեխաների այրունը, լվաց ամբողջ Արցախը, սաղ մայրերին սև հագացրեց։ Ոնց կարելի է նման վարչապետին կանգնել ու ասել, որ ինքը լավ չի կարող լինել։ Ես միայն ու միայն ցանկանում եմ հաղթի արտարությունը, ուժեղ Հայաստանը ու մեր Սամվել Կարապետյանը։ Այո, ես էլ պրոստո абսուրդ է, այո, սա абսուրդ է։ Եթե պետք է այդ սա հողերը տար, ինչի այդքան երիտասարդի գլուխ կերան, ինչի այդքան երիտասարդ բարկացրին հողին, ինչի համար։ Այսօր երրաբլուր ունենք։ Այո, իր երեսից։ Ինքն է պատճառը։ Ինչի համար։ Այդքան երեխու արունը իր վզին է։ Այո, կյանքում նա լավ որ չի տենալու։ Ինքը վախով է քնում, ինքը մենակ նկարների չի վախենում, ինքը դաժե իր անունից է վախենում, ինքը գիտի, որ Կարապետյանին թողեցին, ինքը կկործանվի, ինքը հայերին կործանման եզրին է հասցրել, ինքը ինչի абսուրդ է, այս ոստիկանությունը ինչի պետք է այսքան լծվեր իրան պաշտպաներ, մի հատ թուրքի են պաշտպանում, կներեք, ես ճիշտն եմ ասում, մի հատ թուրքի է պաշտպանում, սա հայ ազգի գլուխը կերավ, այս ինչ կործանման եզրին ենք հասել, հայերին ինքը վախի մեջ է պահում, Կարապետյան Սամվելի նման տղամարդը մեծատառով, մեծ հոգի ունեցող բարերար, լրիվ հայ ազգի կողքին կանգնած, ինքը նախքան սա էլ 90-ական թվականներին կայնած եղել հայերի կողքին, այս լրիվ հիվանդանոցները, ծննդատուները, մանկապարտեզները, սադիկները լրիվ ինքն է կառուցել, որ մի քաղաքը մտնում եմ լրիվ իրա կառուցված, լրիվ իրա շնորհիվ է, լրիվ Այս ինչ արեց ինքը, ինչ արեց Փաշինյանը, այս 6 տարվա մեջ 4 հատ կռիվ բերեց հայերի վրա, սաղ ջահելների գլուխը կերան, խաղաղությունը տարավ, խաղաղություն խոստացավ, բայց տեղը բերեց լրիվ հակառակը։ Բայց ասում է իրական Հայաստանի համար չէինք մենք պայքարում, դրա համար էինք պատերազմում անընդհատ, ասում է սխալ քաղաքականություն էինք որդեգրել։ Ինչի համար, այո, ինքը որդեգրել է սխալ քաղաքականություն, ինքը ճիշտ է, ինքը ինչ ասում է ճիշտ հակառակն է անում, ինքը ասում է խաղաղություն են բերում, բայց խաղաղությունը հակառակն է, իր խաղաղությունը ամբողջ կռիվն է։ Ինքը աթորի կռիվ է տալի, ինքը գիտի որ դուք լսեցիք, ինքը սպառնում է, ոչ, սպառնում, ասում է, եթե ինչ չընտրեք, մեծ սեպտեմբերին մեծ պատերազմ է լինելու, առնահեղություն։ Սեպտեմբերին ինչի է ինքը շեշտում սեպտեմբերին, ինքը գիտի որ Կարապետյանը որ հելավ կհանդարտվի, ինքը գիտի որ դրա համար էլ ինքը այս լրիվ մենտերին լցրել է, որ իրան պաշտպանեն, ինքը մի մուկ է, վախենում է սա հայ ազգից, այո, ես ասում եմ այն ինչ որ կա, ինքը մուկ է, ինքը չի համեմատվի Փաշինյանին, հա, Կստати, ինքը ինչի է ասում Փաշինյան ինչի է ասում Կարապետյանը բոմժա, քեզ նայի բոմժին կգտնես, ես էլ գրել եմ այդպես, այո, ինքն է բոմժ, սա հայ ազգին կործանեց, հայ ազգի գլուխը կերավ, այդքան երիտասարդների գլուխը կերավ, ինչի, ինքը որ պետք է հողերը տար, ինչի այդքան ջահելի գլուխը կերավ, հիմա է սարքելա բրոշկա, հայ ազգի հողերը տվել է, սարքելա մի փոքր մասնիկ, որ իր դոշին տեղավորվի, ամոթ, այս абսուրդ է։